Հայ կարող, լավ, ես էլ ուզում եմ Ինչպես է ընդհանուր առմամբ ինչպես է գնահատում այդ համաձայնությունը, որ Հայաստանն ու Ադրբեջանը ձեռք են բերել, թեև պահանջներ ամեն դեպքում ստորագրման համար Ադրբեջանը հնչեցրեց, բայց հայտարարվեց, որ փաստաթուղթը համաձայնեցված է, փաստը ինչպես է գնահատում։ Սա հերթական ձախողումն է Հայաստանի իշխանությունների եւ մասնավորապես դիվանագիտության։ Միակ հիմնավորումը, որ արտգործնախարարը բերեց, որ մեզ անհրաժեշտ է խաղաղություն։ Դա բխում է Հայաստանի շահերից, այսինքն Ադրբեջանը ինչ պարտադրել է, այս իշխանությունները համաձայնեցրել են, եւ հիմա այս իշխանությունները շանտաժի են ենթարկում Հայաստանի Հանրապետության ժողովրդին եւ համայն հայությանը, որ եթե հանկարծ մենք Ադրբեջանի պահանջներին չենթարկվեինք, պատերազմ կլիներ։ Թե Տիկին Վարդանյան Քրիստինեն, թե ես երկու անգամ այդ հարցը տվեցինք, նշեք գոնե մի հարց, որում Ադրբեջանը գնացել է զիջումների, որպեսզի կարողանանք ասենք եղել է փոխզիջում։ Ալմաթայի մասին առաջին Ադրբեջանն էր խոսում դեռևս 2008 թվականի դեկտեմբերի 29-ին, այդ փաստաթուղթն էլ։ Եվ այնտեղ վարչական սահմանների մասին ընդհանրապես խոսք չկա, այսինքն եթե արտգործնախարարը չի կարողանում մի զիջում ներկայացնել Ադրբեջանի կողմից, ինչի մասին է խոսքը։ Ձախողում այն առումով, որ ինչպես դա միակողմանի կատարված պահանջների փաստաթուղթ է։ Այո, հայկական որևէ պահանջ, որ Ադրբեջանը համաձայնվել է, որին Ադրբեջանը զիջել է, չենք տեսնում։ Այսինքն փոխզիջում չի կարելի կոչել մի գործընթաց, որտեղ մի կողմը անընդհատ զիջում է։ Ասած կրակոցներ, որ չկան, դա զիջում է, դա դուք զիջում ընկալ։ Գիտեք ինչ է, եթե ես ձեզանից ձեր միկրոֆոնը ուզեմ, դուք առանց վարանելու տակ սիրահորժար մի հատ էլ բանտիկ կապեք։ Ես կարիք չեմ ունենա ուժով պոկելու։ Ինչ ուզելա տվել են։ Այսինքն պետք է չստորագրվի համաձայնեցված են իրենք Մի րոպե մի հարցին պատասխան։ Ինչ եք կարծում, հիմա մենք ունենք այս իրավիճակը, ինչ պահանջել են, ինչպես նշում եք, կատարում է Հայաստանը, ինչպես պետք է անեք, այսինքն չստորագրվի, այսինքն եւ ընդդիմություն չի անելու, որ այդ փաստաթուղթը չստորագրվի։ Նայեք, ադրբեջանցիները հայտարարել են, որ այս փաստաթղթի ստորագրման նախապայմանը սահմանադրական բարեփոխում բառը չեմ ուզում ասել, ադրբեջանական պահանջով սահմանադրության փոփոխություն։ Եվ ամեն ինչ պետք է անի, որպեսզի այդ թուղթը, որի նախագիծը միգուցե Բաքվում է գրվել եւ ուղարկվել այստեղ, չանցնի։ Պարոն Խաչատրյան, Արայիկ Հարությունյանը, պարոն Խաչատրյան։ Ձեր մյուս թիմը, խորհրդարանական մյուս գործընկերները, հանրապետականները արդեն հայտարարել են, որ սա երկրորդ կապիտուլյացիան է։ Կիսում եք նրանց դիրքորոշումը։ Ես եկեք ուրիշ երկրորդ թիմի որևէ կարծիք չմեկնաբանեմ։ Պարոն Խաչատրյան։ Փաստաթուղթը, որը մենք դեռ չենք տեսել, բայց այն ինչ որ մենք տեսել ենք, դա չգիտեմ 6-րդ վերսիաներ, 7-րդ վերսիաներ, Չէ, որը որ մենք ենք տեսել։ Կարծեմ վերջի վերսիան 8-րդն է, որը տեսել ենք։ Դրանից հետո ադրբեջանական պահանջների մենյուն լայնացել է, ես չգիտեմ հիմա այնտեղ ինչ թուղթ կա, բայց այն ինչ որ ես եմ տեսել, այն ինչ որ մենք ենք տեսել, խաղաղության որևէ տար իր մեջ չի պարունակում։ Դա միանշանակ ադրբեջանական պահանջներ են։ Եթե այդ ամեն ինչը ստորագրվի, եթե ադրբեջանական մյուս պահանջներին ենթարկվեն, բայց չէ, թե ոչ կապիտուլյացիա։ Պարոն Խաչատրյան, երեք Արայիկ Հարությունյանը գրառում էր արել, որ Հայաստանի որևէ իշխանություն նախկինում դուխ չի ունեցել խաղաղության գործընթացը միջևերջ տանելու, այն մեկը սիրահարված թողեց գնաց, նկատի ունի Լևոն Տեր-Պետրոսյանին, մյուսները ֆռռցնելով ուրիշ բան բանակցելով ուրիշ բան են արել, միայն Փաշինյանն է, որ այսպես դուխ է ունեցել այդ խաղաղության գործընթացը միջևերջ տանելու։ Ձեր Արայիկ Հարությունյան։ Այսինքն ճշնամու առաջ ծնկի գալը դուխ է պահանջում, հա պարտվելը քաջություն է պահանջում։ Ինչ ասեցին։ Արայիկ Արարներն ասես պատուկան է իկավեն եւ քաղաքականության եւ ընդհանրապես բոլոր բնակավարներում կա մի մոտեցում՝ մի վնասի։ Այսինքն եթե չես կարողանում իրավիճակը շտկել, ել ավելի մի փչացրա։ Հիմա եթե իրանք ինչ արեցին, իրանք ընդունեցին մի իրավիճակում առաջարկը, որը դրված է սեղանին, դա կրակվի հունվարի 18 թվականի փաստաթուղթն ինքը դա կարդացել է, կապանում է կարդացել։
Հիմա մենք ինչ ունենք երկում։ Դա դուխ էր պահանջում։ Ավելի լավ իրավիճակում դուք կարող եք Արարատ Միրզոյանն էլ ասաց 95-ին էլ կար ավելի լավ պայման, 98-ին էլ կար, 97-ին էլ կար, Հասկացա, բայց դա չի նշանակում 98-ին կար։ Բա ինչու՞ չանց։ Որովհետև Ադրբեջանի չկան ընդհանուր համաձայնության, բայց դա չի նշանակում, որ քո պահանջը այլ է։ Լավ, այստեղ խնդիրն ի՞նչ է, դու առաջարկ ես ներկայացնում, միջնորդները համաձայն էին, Ադրբեջանը համաձայն չէր։ Հիմա այստեղ Ադրբեջանը պահանջարկ է ներկայացնում, պահանջ է ներկայացնում, ամենքն համաձայն համ դու ես ծնկի գալի։ Տարբերությունը դրանում է։ Ձեր հարցը ուղղակի ներողություն եմ խնդրում։ Որ հարցին դրությունից մեկը վերջնական ինչ-որ։ Հա, դուխ ունենալու հետ էր կապված։ Այսինքն ես էլ եմ ասում, դուխ ունենալը դուխով գլխարկ դնելն է, կամ վրան մի լիտր դուխի փչելն է։ Դուխ ունենալը թշնամու դեմ պայքարելն է, որը ինքը չարեց։